Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է Իրանին, որ Թեհրանը պետք է իմաստալից համաձայնության հասնի իր միջուկային ծրագրի շուրջ, հակառակ դեպքում վատ բաներ կարող են տեղի ունենալ, հայտնում է Reuters-ը։ Նրա խոսքով բանակցությունները լավ են ընթանում, սակայն առաջիկա 10 օրերը կարող են վճռորոշ լինել։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմական ներկայության աճը նվազեցնում է դիվանագիտական լուծման հնարավորությունը։ Նրա խոսքով ժամանակը սուղ է, սակայն դեռ աշխատանք է տարվում կոնկրետ ծրագրերի ուղղությամբ։ Միաժամանակ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն զգուշացրել է, որ եթե Իրանը հարձակվի Իսրայելի վրա, կհանդիպի անհավանական հակահարվածի։ Նա ընդգծել է, որ Իսրայելը պատրաստ է ցանկացած սցենարի եւ գործում է Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ սերտ գործակցությամբ հակազդելու Իրանի կողմից ներկայացվող սպառնալիքներին։ Եվրամիությունը պաշտոնապես ճանաչել է Իրանի իսլամական հեղափոխական պահպանների կորպուսը որպես ահաբեկչական կազմակերպություն։ Այս մասին Եվրոխորհրդարանի 10-րդ նստաշրջանում հայտարարել է խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան։ Նրա խոսքով կազմակերպության ակտիվները Եվրոպայում կսառեցվեն, իսկ եվրոպացի քաղաքացիներին կարգելվի այն ֆինանսավորել։ Ուկրաինայում խաղաղության հաստատմանը նվիրված եռակողմ բանակցությունների հաջորդ փուլը կկայանա Շվեյցարիայում։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Նրա խոսքով Շվեյցարիան ճիշտ ընտրություն է բանակցությունների համար։ Նա ընդգծել է, որ թեև հարգանքով է խոսում Մերձավոր Արևելքի եւ այլ երկրների մասին, սակայն եթե պատերազմը տեղի է ունենում Եվրոպայում, ապա խաղաղության բանակցությունները նույնպես պետք է անցկացվեն եվրոպական հարթակում։ Միաժամանակ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն էլ մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ գործող ամերիկյան պատժամիջոցները Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով։ Թրամփը նախկինում բազմիցս հայտարարել էր, որ եթե Մոսկվան չհամաձայնի դադարեցնել պատերազմը Ուկրաինայի դեմ, ապա պատժամիջոցները ոչ միայն չեն հանվի, այլ կարող են նաև ընդլայնվել։ Ղազախստանը պատրաստվում է խաղաղապահ ստորաբաժանումներ ուղարկել Գազայի հատված, որոնք կհամալրեն միջազգային կայունացման ուժերի կազմը։ Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն, նշելով, որ համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել Վաշինգտոնում անցկացված խաղաղության խորհրդի առաջին նիստում, որը վարել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ Թրամփի հայտարարությամբ Մարոկկոն, Ալբանիան, Կոսովոն, Ինդոնեզիան եւ Ղազախստանը համաձայնել են զորքեր ուղարկել Գազա։ Եվրոպական մի շարք պետություններ, այդ թվում Ֆրանսիան եւ Գերմանիան, հրաժարվել են մասնակցել նախաձեռնությանը։ Համասը կրկին ամրապնդում է վերահսկողությունը Գազայի հատվածում, չնայած Իսրայելի հետ պատերազմի ընթացքում կրած ծանր կորուստներին, գրում է BBC-ն։ Լրատվամիջոցի գնահատմամբ պատերազմի ընթացքում խմբավորման լավ պատրաստված ստորաբաժանումները զգալիորեն թուլացել են, առաջնորդների մեծ մասը սպանվել է, իսկ Գազայի ենթակառուցվածքների մեծ մասը մասամբ ավերվել են։ Բնակչությունը ստիպված է եղել լքել տները, իսկ տնտեսական կյանքը գրեթե կանգ է առել։ Միաժամանակ Գազայի բնակիչների խոսքով Համասը կրկին վերահսկողություն է հաստատում անվտանգության համակարգի, հարկային մուտքերի եւ պետական ծառայությունների նկատմամբ։